ամեն ինչի ֆոնին շտապեցին, հա, շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, կարծում Թուրքիայի Եվրոպայի նախ Վրաստանի շնորհավորանքը լրիվ աբսուրդ էր, սա կարա մեզ լիքը կասկածների տեղիք տա, սկսած նրանից, որ Ջիլիզան իսկապես սա հանձնում է, Ջիլիզա գյուղը Վրաստանի, գիտեք, հետ սովետից հետո գյուղի մի մասը մնացել է Վրաստանում, մի մասը այստեղ ու փաստորեն այդ շուտ շնորհավորելը, հələ որ Զուրաբիշվիլին նախկին նախագահ շնորհավորում է, լավ գիտենք, եվրոկեղծարար է, հա, բայց երբ որ հետո շնորհավորում է նաև վարչապետը, սա շատ արդեն տարօրինակ է, որովհետև փաստորեն նրանք շնորհավորում են այն պահին, երբ որ 1%-ն էր մշակվել երևի արդյունքների, հա, ու դեռ ամբողջ հաշվարկը դեռ արժևում էր։ Սա բաներ են, որ պետք է Վրաստանը պատասխանի, թե ինչի է տենց շուտ շնորհավորել, բայց բնականաբար այդ ռեսուրսը չունենք, որ հիմա նրանց պատասխանի բերենք, կունենանք, երբ որ ժամանակը կգա, ամեն դեպքում դրանից հետո, երբ որ արդեն Եվրոպան է շնորհավորում, աչքը փակելով այդ ողջ ընտրակեղծարարության, իրեպ ԵԱՀԿ-ի զեկույցում ընտրակեղծարարությունների մասին բազմաթիվ նշումներ կան, թե սահաբեկումները, ձերբակալությունները, վարչական ռեսուրսի գործածումը։ Գիտեք, ամենակարևոր բաներից մեկը դիտորդների առաքելության գործունեությունը սահմանափակելը, որը արեցին Արթուր Սաքունցի կազմակերպությունով ընտրություններից առաջ։ Հիշում եք, սահմանափակեցին հնարավորությունները դիտորդների, եւ դա նրա համար էր, որ հենց այսօր այս ընտրատեղամասերում կարողանան կեղծել ընտրությունները, որպեսզի, ասենք, ընտրակեղծարարը չունենա։ Դուք տեսել եք այն վիդեոն սոտքում, որ զինվորներին բերում են ժամը 8-ից հետո ընտրելու, եւ ամենայն հավանականությամբ կամ վստահված անձը, չէ, կամ հանձնաժողովի անդամը չի թողնում։ Հա, հիմա պատկերացրեք, որ այդպիսի դեպքեր տեղի են ունեցել բազմաթիվ տեղամասերում եւ անձից է կախված եղել ընտրակեղծարարությունը կխոչընդոտվի, թե ոչ, կկասեցվի, թե ոչ։ Հիմա մենք կարող գիտենք, չէ՞, որ լիքը տեղերը այս ահաբեկումներից հետո հատկապես մարդկանց ծեծելու, բռնելու, դրանից հետո լիքը մարդ վախեցած է, նորմալ է, վախ ունի։ Եվ եթե օրինակ այնտեղ լիներ դիտորդներ, այդ դիտորդների գործունեության շրջանակներում կկանխվեին կեղծիքներ։ Հիմա իրենց պետք է դիտորդներին հեռացնել, որ կեղծիքներ անեն։ Այնպես որ ես շնորհավորում եմ մեր ազգին այն կապակցությամբ, որ չլեգիտիմացվեց Արցախի հանձնումը, Տավուշի հանձնումը 150,000 մարդու էթնիկ զտումը։ Ադրբեջանի ԱԳ նախնախարարը Թովֆիկ Զուլֆուգարն էլ է շնորհավորել։ Դե հա, կշնորհավորի, բան ինչ կան։ Ադրբեջանցի ժողովրդի։ Դե կշնորհավորի, իհարկե, ասեք, պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը հաղթեր Նիկոլ Փաշինյան տեսակը, հաղթեր Ադրբեջանում, բա կշնորհավորեինք իրար, բա ինչ կանենք։ Բա հեսա պատրաստվում է Տիգրանաշեն հանձնի, բա հեսա պատրաստվում է ադրբեջանցիներին բերի Հայաստան։ Ինչ այլոց են եվրո կեղծարարները, որ այդ ադրբեջանցիների բերելու թեման անընդհատ վարկաբեկում էին։ Հիմա նորից շարունակելու են տենց հանգիստ իրանք, հա, գործել, հա, տենց նորմալ է, հա, օրինակ FIPM-ի կամ Գայանե Աբրահամյանը, ոնց որ Արցախը հանձնեցիք տենց նորմալ, հիմա էլ երբ որ արդեն սկսվի այս նորմալ է, հա, տենց հանգիստ եք, հա։ Ամեն դեպքում չընկճվեք, որովհետև չի լեգիտիմացվել Արցախի հանձնումը, չի լեգիտիմացվել 150,000 մարդու էթնիկ զտումը, չի լեգիտիմացվել կրոնական կազմակերպության, այս դեպքում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները, նրանք չեն ստացել մեծամասնության ձայները եւ միայն այս սահմանադրությունն է, որ հնարավորություն է տալիս, որ նույնիսկ եթե 50-ից ավել ձայն չես հավաքել, բայց կառավարություն կազմես եւ նրանք կեղծել են ընտրությունները եւ նրանք միշտ մնալու են այս կեղծիքի տակ ու մենք շարունակում ենք մեր պայքարը լիքը գործ կանելու։ Պատկերացնեք, այսինքն այս վախի, այս ահաբեկչությունների, այս կառավարությունների, այս ամեն ինչի ֆոնին մարդիկ գնացին ընտրության, կատարեցին իրենց արտահայտությունը եւ այո 50% այդ ավել մարդ դեմ է քվեարկել։ Գաղտնի ցուցակները մոռացա ասել։ Հիմա էս էլ եթե կարելի է, հա, կկտրեք շորտ կսարքեք։ Հիմա ընկերներ, ժամանակը չի դեռևս խոսելու մանդատ վերցնել չվերցնելու մասին։ Ընտրակեղծիք է իրականացվել գաղտնի ցուցակով 18,000 հոգանոց գաղտնի ցուցակ։ Պատկերացնեք 18,000 մարդ
Մենք չգիտենք ովքեր են, մենք չգիտենք արդյոք Հայաստանի քաղաքացի են, քաղաքացի չեն, 18000 հոգի տարել են ընտրության, որ չգիտենք ում ձայն տա եւ կապ չունի ումա ձայն տվել, կապ չունի Հայաստան Դաշինքին, ուժեղ Հայաստանին, թե ասենք դոկինա ձայն տվել, թե քաղաքացիական պայմանագրին։ Այն որ գաղտնի ցուցակներ են եղել, սա արդեն ընտրակեղծարարություն է։ Սա արդեն նշանակում է, որ ոչ թե մենք ենք ընտրում, այլ ինչ որ գաղտնի մարդիկ են ընտրում։ Եվ սա եթե հիմա չկասեցնեն ընդդիմադիրները, կներեք ընդդիմադիրները չէ, դիմադրության գործիչները, Թուրքիայի դեմ դիմադրության գործիչները մեծ պրոբլեմա լինելու, որովհետև մենք այլևս ընտրություններին չենք ընտրելու, այլ ընտրելու են գաղտնի ցուցակները։ Եթե հիմա 18000-ն է ընտրել գաղտնի, ասենք չգիտեմ, սահմանադրական հանրակրվեին կարող է 500,000 գաղտնի լինի, ինչ տարբերություն 18000-ը թե 500,000։ Եվ այս կապակցությամբ սիրելի գործընկերներ, քաղաքացիական հասարակություն, քաղաքական ուժեր, այս պահին ձեր քննարկելու թեման սա պետք է լինի։ Մոռացեք մանդատների հարցը։ Քննարկեք ոնց է կենտրոնական ընտրական հանձնաժողովին պատասխանատվության բերում, ստիպում, պահանջում, որպիսի այդ գաղտնի ցուցակների համար նախ այդ 18000-ը ջնջեն ընտրություններից, կապ չունի ում են ընտրել, կրկնում եմ, կապ չունի։ Վստահաբար գիտենք, չէ՞, ում են։ Հա, ամենայն հավանականությամբ եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, պետք է քաղաքացիական, բայց պետքա բերել նրան, որ ստիպեն ջնջել, չեք պատկերացնի, սա ինչ վտանգավոր բան է։ Սա նշանակում է մեզ զրկում են ընտրական իրավունքից հետագայում։ Եվ իդեպ մյուս բանը Սփյուռքից եկողներին, Ռուսաստանից եկողներին ընտրական իրավունքը վարկաբեկելը, սա հակաժողովրդավար, ռասիստական եւ բռնապետական արարք էր։ Դեռևս Հայաստանում չէր եղել ոչ մի ընտրություն, որ վարկաբեկեին դրսից եկողի ընտրական իրավունքը։ Ու այս պայմաններում, կրկնում եմ, այս պայմաններում սրանք չկարողացան հաղթել իրանց այսքան վարչական ռեսուրսով, ահաբեկումներով եւ այլն եւ այլն։ Ու սա մեզ տալու է հնարավորություն, որպեսզի մենք ավելի կազմակերպված ու ավելի կամքով, ոգով իրար մեջքին կանգնած շարունակենք։ Հիմա կրկնում եմ, մանդատների ժամանակը չի։ Ջնջել տվեք 18000 գաղտնի քվեարկածներին կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Քանի հոգի է? 300,000 հոգի է ձեզ ձայն տվել։ 300,000-ից քանիսը կգա? 10000-ը կգա ձեր կողքին կանգնելու այս հարցում։ 10000-ով կգնանք Հովակիմյանից պահանջենք, ասենք հələ մի հատ ջնջի այդ 18000 հոգու ձայները։ Դու չես կարա գաղտնի քվեարկություն բերես մեր հայրենիքում իրականացնել։ Մեր ընտանիքում բոլորը բաց են հայտնի ցուցակներով են քվեարկում։ Այս ինչ ընտրակեղծիք է։ Եվ հիմա քննարկվում է մանդատ վերցնել, չվերցնել, լուրջ չի 18000 հոգի պետք է ջնջվի իրենց քվեարկությունները։ Եվ կոչը ընկճվել, չեք ընկճվում։ Հա, չընկճվեք, ինչ ընկճվել, ժպտում ենք եւ շարունակում ենք մեր որով մեր հաճելի պայքարը, որովհետեւ ռասիստների, ընտրակեղծարարների եւ դավաճանների դեմ պայքարը գերագույն հաճույք է, անկախ նրանից թե ինչքան կընկնես, ինչքան կսխալվես, բայց միևնույն է, այդ բերկրանքը պետքա զգալ, թե ինչ հաճելի է սրանց դեմ պայքարելը։ Դե հա, հաղթելը շփ բերկրանք կլինի։